Սահմանադրական դատարանը հայտնել է, որ ստացել է ուժեղ Հայաստան դաշինքի դիմումը եւ պարտավոր է գործը քննել եւ որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։ Դատարանը դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում որոշում է դիմումի ընդունելության հարցը։ Վարույթ ընդունվելու դեպքում նշանակվում է զեկուցող դատավոր, որը գործը նախապատրաստում է դատաքննության։ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով։ Ավելի վաղ ուժեղ Հայաստան դաշինքը դիմել էր Սահմանադրական դատարան, պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Դաշինքը հիմք ընդունելով իշխանությունների կազմակերպած զանգվածային ընտրախախտումները 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններում պահանջել էր կենտրոնական ընտրական հանձնաժողովից անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։ Իմ գործի հետ կապված ձեզ տեղեկացնեմ, որ Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Դավիթ Ղազինյանը վարչական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026 թվականի հունիսի 17-ի որոշումները, որոնցով ԿԸՀ-ն բավարարել էր դատախազության միջնորդությունները եւ համաձայնություն տվել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու ազատությունից զրկելու։ Դատարանը կենտրոնական ընտրական հանձնաժողովից վարույթի համաձայն պահանջել է ներկայացնել հունիսի 17-ի որոշումների հիմքում ընկած վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաև նույն օրը կայացած արտահերթ նիստի ձայնագրությունները։ Պահանջված ապացույցները հանձնաժողովը պարտավոր է դատարան ներկայացնել անհապաղ։ Գործով դատական նիստը նշանակվել է հունիսի 22-ին։ Հունիսի 17-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը փակ նիստում քննել եւ բավարարել էր դատախազության միջնորդությունը Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Նույն օրը դատարանը որոշում էր կայացրել Ղազինյանին 2 ամսով կալանավորելու։ Բարի լույս, այս առավոտ մեր տուն եկել ենք։ Ձերբակալվել է ազգային ժողովի նախկին падգամավոր Ռուբեն Հակոբյանը։ Առավոտյան նրա դուստրն է տեսանյութ հրապարակել հոր ձերբակալումից։ Մինչ այդ падգամավորն էր Facebook-յան իր էջում գրառում արել. «Եկել են ինձ ձերբակալելու»։ Հակոբյանը 2025 թվականի հուլիսի 18-ին ձերբակալվել էր իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար, ապա 2 ամսով կալանավորվել։ Նույն տարվա օգոստոսի 27-ին դատարանը վերացրել էր նրա խափանման միջոց կալանքը, որպես պատիժ սահմանելով 2 միլիոն 700 հազար դրամի չափով տուգանք։ Վաղ առավոտից վերսկսվել են Փամբակ գետում անհետացած 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունիսի 15-ին, երբ երկու քույրերը փորձելով ավելի կարճ ճանապարհ օգտագործել, անցել են հսկա խողովակի վրայով ու ընկել գետը։ Սա նախնական վարկած է, որը ներկայացվել է ականատեսների պատմածի հիման վրա։ Հունիսի 17-ին ջրասուզակներին հաջողվել է գտնել միայն կրտսեր քրոջ 7-ամյա աղջնակի մարմինը։ Ավագ քրոջ հայտնաբերումը մինչ օրս ձգձգվում է գետի վարարման եւ տեղանքի դժվարանցանելիության պատճառով։ Ինչպես հայտնել են Փրկարար ծառայության Լոռու մարզային վարչությունից, այսօր նախատեսվում են որոնողական ավելի ինտենսիվ աշխատանքներ, ներառյալ գետի ափամերձ տարածքներ։ Աշխատանքներին ներգրաված են փրկարարներ բոլոր մարզերից, կամավորներ, տեխնիկա, մինչև անգամ անօդաչու թռչող սարքեր։ Մենք ոչ մի դեպքում չենք կարող Հայաստանի վերջին ընտրությունը համարել ժողովրդավարական, ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Մեջբերում, բայց քանի որ մենք մի շարք միավորումների մեջ ենք Հայաստանի հետ եւ ավանդաբար զարգացրել ենք երկկողմ հարաբերությունները, կշարունակենք աշխատել Հայաստանի հետ, հիմնվելով այն փաստի վրա, որ այժմ երկիրը ղեկավարում են մարդիկ, որ իշխանության են մնացել անարդար, ոչ ժողովրդական ընտրությունների արդյունքում։ Մեջբերման ավարտը։ Զատուլինի խոսքով Հայաստանը կշարունակի Ռուսաստանից հեռանալու եւ արևմուտքի հետ մերձեցման քաղաքականությունը, չարաշահելով դաշնության հետ հարաբերությունները։ Չենք կարող անցկացված ընտրությունը համարել ժողովրդավարական, որովհետեւ հավասար ընտրապայքարի պայմաններ չեն ապահովել։ Ընդհակառակը, կիրառվել են ճնշումներ, որոնք շարունակվում եւ խորանում են նաեւ ընտրություններից հետո, ընդդիմադիր ուժերի եւ նրանց առաջնորդների նկատմամբ, ընդգծել է Զատուլինը։ ԱՄՆ-ի եւ Իրանի բանակցությունները, որոնք այսօր նախատեսված էին Շվեյցարիայում, չեն կայանա։ Չեղարկման պատճառը Լիբանանում Իսրայելի շարունակվող ռազմական գործողություններն են, ինչի պատճառով Իրանի ներկայացուցիչները նույնպես չեն մեկնել բանակցությունների։ ԱՄՆ նախագահի վարչակազմում էլ հավելել են, թե անհամբեր սպասում են հնարավորինս շուտ տեխնիկական բանակցությունների մեկնարկին։ Մինչ այդ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չեղարկել է այցը Շվեյցարիա լոգիստիկ խնդիրների պատճառով։ Վաշինգտոնում միաժամանակ հույս են հայտնել, որ Թեհրանի հետ տեխնիկական բանակցությունները հնարավորինս շուտ կսկսվեն։
Թեհրանը երբեք չի վստահել Միացյալ Նահանգներին եւ շարունակում է թերահավատորեն վերաբերվել Վաշինգտոնին, չնայած Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելուն ուղղված վերջին համաձայնագրին, հայտարարել է Մեքսիկայում Իրանի դեսպանը։ Նա նշել է, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև լարվածությունը տասնամյակների պատմություն ունի, ԱՄՆ-ին մեղադրելով Իրանի ներքին գործերին պարբերաբար միջամտելու համար։ Դիվանագետը զուգահեռներ է անցկացրել Վենեսուելայի իրադարձությունների հետ, շեշտելով, որ արտաքին միջամտությունն Իրանում հաջողություն չի ունենա։ Ավելի քան 100 օր անց առանց որևէ հաջողության, կարծում եմ նրանք հասկացան, որ չեն կարող հասնել իրենց նպատակներին Իրանում, ասել է նա։ Սա տեղի է ունեցել, երբ Իրանի ֆուտբոլի ընտրանուն արգելել են մուտք գործել ԱՄՆ, ինչի պատճառով թիմը ստիպված է եղել իր մարզաբազան Արիզոնայի Թուսոն քաղաքից տեղափոխել մեքսիկական Տիխուանա։ Իսրայելը հարվածել է Լիբանանին, կա նվազն 18 զոհ։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ վերջին սրացումներից ի վեր 4 զինվոր է զոհվել։ Ըստ Ցախալի բանակը հարվածներ է հասցրել Հեզբոլլահի իբր հրադադարի ռեժիմի խախտման պատճառով։ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ հրադադարը կպահպանվի, եթե իհարկե Հեզբոլլահը չխախտի այն։ Մինչդեռ Reuters-ը գրել է, որ Իսրայելը ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում Լիբանանի հարավում իր ռազմական ներկայությունը պահպանելու համար եւ հրաժարվում է դուրս բերել զորքերը։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը հայտարարել է, որ իսրայելցի մայրերի յուրաքանչյուր արցունքի համար պետք է արցունք թափեն հազարավոր լիբանանցի մայրեր, ամբողջ Լիբանանը պետք է այրվի։ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը արձագանքել է ԱՄՆ-Իրան փոխըմբռնման ուշագրի վերաբերյալ Իսրայելում հնչող բացասական արձագանքներին։ Նա իսրայելական կողմին հորդորել է զսպվածություն ցուցաբերել եւ զգուշացրել է չհարվածել սեփական գործընկերներին։ Դոնալդ Թրամփը ներկայումս միակ պետության ղեկավարն է, որը համակրանք է ցուցաբերում Իսրայելի նկատմամբ, խորհուրդ կտայի չհարձակվել միակ հզոր դաշնակցի վրա, նշել է Vance-ը։ Նա հիշեցրել է, որ Իսրայելի պաշտպանության համար անհրաժեշտ զենքի մեծ մասը տրամադրում է ԱՄՆ-ն իր հարկատուների գումարներով։ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ Բուդապեշտին հաջողվել է հասնել նրան, որ Եվրամիությանը Ուկրաինայի արագացված անդամակցության մասին ձևակերպումը բացառվի Եվրամիության գագաթնաժողովի հռչակագրից։ Միության անդամ բոլոր երկրները համաձայնել են փաստաթղթի վերջնական լրամշակված տարբերակին, ինչի շուրջ քննարկումները տևել են մի քանի շաբաթ։ 1.5 տարվա ընթացքում առաջին անգամ հաջողվել է ընդունել ամփոփիչ հռչակագիրը, որին աջակցել են անդամ բոլոր պետությունները, շեշտել է Մադյարը։ Այս ամսվա ընթացքում Եվրամիությունն արդեն համաձայնեցրել էր Ուկրաինայի եւ Մոլդովայի անդամակցության շուրջ առաջին բանակցային կլաստերի բացումը։ Այնուամենայնիվ միության անդամ երկրների դիրքորոշումները Ուկրաինայի հետագա անդամակցության բանակցությունների հարցում խիստ տարբերվում են։ Հունգարիան այն պետությունների թվում է, որոնք անհրաժեշտ են համարում ավելի դանդաղ եւ փուլային գործընթացի կիրառումը առանց անհարկի շտապողականության։ Բողոքի ցույցեր են ԱՄՆ Միսիսիպի նահանգում։ Սենատոբիա քաղաքի բնակիչները փողոց են դուրս եկել այն բանից հետո, երբ տեղի ոստիկանները սպանել են մեկամյա երեխայի։ Ցուցարարները պահանջում են պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Ոստիկանությունը նրանց դեմ արդյունքաբեր գազ է կիրառել։ Ողբերգությունը տեղի ունեցել հունիսի 16-ին։ Ուժայինները խանութ են ժամանել գողության մասին կանչով եւ կրակել մեքենայի ուղղությամբ։ Ավտոմեքենայում եղել են մեկ կին ու նրա մեկամյա երեխան։ Տղայի կյանքը փրկել չի հաջողվել։ Ոստիկանությունը հայտարարել է, թե կրակոցները սկսել են այն բանից հետո, երբ մեքենան քիչ է մնացել հարվածի ոստիկանին։ Տոկիոյում տարրական դպրոցներից մեկում այսօր բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 10 երեխա։ Նրանցից 4-ը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են, 2-ը ստացել են կոտրվածքներ պատուհանից ցատկելու պատճառով։ Հրդեհը բռնկվել է 4-րդ հարկից երաշտական սենյակից ու սկսել տարածվել։ Հրշեջներին հաջողվել է մարել հրդեհի մի մասը, ընթացքում տարհանել աշակերտներին ու ուսուցիչներին։ Հրդեհի բռնկման հանգամանքները պարզվում են։ Look, niggas in the street fighting. Կրակոցներ են հնչել Նյու Յորքի կենտրոնական հատվածում։ Ոստիկանության տվյալներով մինչ կրակոցը տեղի ունեցել մեծ վեճ։ Times Square-ում 26-ամյա տղամարդը դանակահարվել է, 17-ամյա դեռահասն էլ հանել է ատրճանակը ու սկսել կրակել դանակահարողին։ Վերջինիս հաջողվել է փախչել, իսկ դեռահասը ձերբակալվել է։ Նրա դեմ առաջադրվել է մեղադրանք։ SpaceX ընկերությունը հաջողությամբ արձակել է Falcon 9 կրող հրթիռը, որը տիեզերք է տեղափոխել ԱՄՆ ազգային ռազմատիեզերական հետախուզության վարչության կարիքների համար նախատեսված արբանյակներ։ Տիեզերական հրթիռի թռիչքի ուղիղ հեռարձակումն իրականացվել է X սոցիալական հարթակում։
1D, tamper pressures. Իրանցի երգչուհի Պարաստու Ահմադին եւ նրա պրոդյուսերական թիմի 8 անդամ դատապարտվել են 74 մտրակի հարվածի։ Բացի մտրակահարությունից դատարանը արտիստների նկատմամբ սահմանել է նաեւ 2 տարվա արտասահման մեկնելու արգելք եւ 2 տարվա մշակութային գործունեությամբ զբաղվելու սահմանափակում։ Խիստ պատժի պատճառ է դարձել 2024 թվականի դեկտեմբերին երգչուհու յութուբյան ալիքով հեռարձակված համերգը, որտեղ նա առանց հիջաբի կատարել է հայրենասիրական երգ։ Տեսանյութը համացանցում միլիոնավոր դիտումներ է հավաքել, ինչից հետո երգչուհին ու երաժիշտները կարճ ժամանակով ձերբակալվել էին, իսկ ավելի ուշ նրանց դեմ պաշտոնական գործ էր հարուցվել համացանցում անբարոյական բովանդակություն տարածելու եւ հասարակական բարոյականությունը վիրավորելու մեղադրանքով։